ընտրատեղամասի նախագահ, ընտրատեղամասում գրանցված են 1059 ընտրողներ, այս բանին մասնակցել են 597 ընտրողներ, ընտրական process-ը հիմնականում անցել է հարթ, ընտրողների հոսքը եղել է ստաբիլ, կուտակումներ չենք ունեցել, կուտակումների վերաբերյալ ոչ մի խնդիր չի առել։ Ինչ խախտումներ են եղել։ Այո, արձանագրվել է մեկ խախտում, որ Մատյանում ընտրողը իր անվան դիմաց տեսել է ստորագրություն, այնուհետև հասկացել է, որ իր խոսքերով եմ հենց մեկնաբանում, իր մայրն է իր անվան դիմաց ստորագրել, մայրը այդ պահին ընտրատեղամասում չէր, հրավիրեցինք մորը ընտրատեղամաս մայրիկին, եկավ, ասեց, որ հա իմ ստորագրության ես եմ ստորագրել, մենք էլ հանձնաժողովով նիստ գումարեցինք եւ որոշում կայացրեցինք, որ տղան էլ ստորագրի մոր անվան դիմաց եւ իհարկե գնա։ Այդ մենք հանձնաժողովի քարտուղարը, հանձնաժողովի նախագահ, այսինքն իմ նախաձեռնությամբ արձանագրել ենք Մատյանում, գրանցա Մատյանում, այդքան։ Իրավապահներ այստեղ եկել են։ Համացանցում, եթե չեմ սխալվում, տեղադրվել է տեսանյութ, մեր ընտրատեղամասում վստահված անձանցից կամ դիտորդներից մեկը վիդեո նկարահանել էր ցուցակը, տեղադրել էր սոցկայքում, ըստ այդմ դրա հիման վրա քրեական վարույթ է հարուցվել, դրա շրջանակներում եկել էին վարույթի ընթացքի համար։ Ես չգիտեմ, չունեմ այդ ինֆորմացիան, որտեղ այդ պայն մի քանի հոգու ձեռքին հեռախոս կար, ես նույն պայն բոլորին զգուշացրեցի, որ հանկարծ ոչ մեկ չնկարահանի, չլուսանկարահանի Մատյանը, բայց փաստորեն կարմար որ նկարահանել էր Մատյանը։ Հայկ Կոնջորյանի օգնականը ձեզ բարբերաբար ինչ է ասում, հա, մենք տեսնում ենք գալիս է մոտենում է անդամ։ Մասին է խոսքը, ես Հայկ Կոնջորյանի օգնականի։ Ում մասին է խոսքը։ Նատալի Սիմոնյանը, հա, վստահված անձ ունենք, եթե չեմ սխալվում, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձն է, ընտրական process-ի հետ կապված դիտարկումներ ուներ, ըստ այդմ այդ ենք քննարկում։